Էս իմ ջրի վիճակը։ Էս է մեր ջուրը։ Մարզանի համայնքի 12-րդ փողոցի բնակիչ Երվանդ Չիլինգարյանը լրագրողներին ցույց է տալիս խմելու ջրի ծորակը, թե ինչքան բարակ է այն հոսում, ասում է 40 տարի մենք այս գյուղում միշտ էլ խմելու ջրի խնդիր ենք ունեցել։ Ուրիշ տեղից քաշեցինք թռչնանոցի մոտից, բերենք այդել փակեցին չթողին։ Հիմա նորս 2 տարի բարակ է ջուրը գալիս, այս չափ ջուր է գալիս։ Փոխանցում ենք, որ Վիոլիա ջուրը նոր ջրագծեր է կառուցում, որի արդյունքում ջրամատակարարումը կլինի կանոնավոր եւ բարձր ճնշմամբ։ Եթե մի բաժակ ջուրը 5 րոպեում ենք վերցնել, մի րոպեում կվերցնենք, մենք համարը լավ կլինի։ Իսկ նոր ջրագծերի վերակառուցման աշխատանքները Վիոլիա ջուրն իրականացնում է պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրերով, ներդնելով 256 միլիոն դրամ։ Նախագիծը նախատեսում է վերակառուցել ջրատար եւ բաշխիչ ցանցի հնամաշատվածները 13 կիլոմետր ներառյալ բնակիչների մուտքային միացումները։ Այս պահին շինարարական կապալարու կազմակերպությունը գործի մոտավորապես 35% արդեն կատարել է, մոտ 3.5 կիլոմետր հիմնական ջրագծեր եւ մոտ 400-ից 500 մետր մուտքագծեր եւ մոտ մի 60-70 հատել ջրաչափական օրեր սահմանազատման կետերում։ Արդյունքում Մարզանի համայնքը կունենա բարելաված ջրամատակարարման համակարգ, կլինի կառավարելի, շահագործման ծախսերը կկրճատվեն, կունենան 10 լիտր վայրկյան ջրաքանակի խնայողություն, ինչը հնարավորություն կտա ոչ միայն բարելավել առկա բաժանորդների սպասարկումը, այլև ներգրավել նորերը։ Ներքին ցանցը կառուցվել է շատ վաղուց, անհիշելի ժամանակներից, տարբեր նյութերի եւ տարբեր դիամետրի խողովակներով է կառուցված եղել, ինչի հետևանքով ունեցել ենք բազմաթիվ ջրակորուստներ, ինչու չէ նաև ջրագողություններ են եղել եւ ոչ մի կերպ չէինք կարողանում ժամային գրաֆիկների տևողությունը ավելացնել։ Նախորդ 3 տարիներին Վիոլիա ջուր ընկերությունը կրկին պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով վերակառուցել է գյուղի ջրամատակարարման ցանցի 60%-ը։ Այժմ ծրագրի ավարտական փուլն է։ Նախորդ տարիների արդյունքն աչքի առաջ ունենալով Վիոլիան վստահ է, որ Արզնիի այս հատվածում եւս ջրամատակարարման տևողությունը ավելանալու է։ Նախկինում ջրամատակարարումը 4-5 ժամ էր տևում Արզնի համայնքի, նախորդ 3 փուլերից հետո ջրամատակարարումը ավելացել է շուրջ դարձել է շուրջ 10-12 ժամ։ Հուսով ենք, որ 4-րդ փուլի ավարտից հետո էլ ավելի կավելանա շարունակականությունը, ինչպես նաև կավելանան նաև բաժանորդների թիվը։ Կվերակառուցվի նաև Արզնին սնող ջրատար խողովակը, որը այժմ անցնում է Բյուրեղավանի նոր կառուցվող թաղամասերով։ Խողովակը կտեղափոխվի բնակեցված տարածքներից դուրս 1500 մետր երկարությամբ, որն էլ թույլ կտա խուսափել շահագործման բարդություններից ու հնարավոր վթարներից։ Այս պահին կատարած ենք մոտ 3500 գծամետր խողովակաշար, 70 հատ անատական ջրաչափական հորեր ենք տեղադրած, 4 հատ հանգույց, 4 փողոցի են բոլոր նրբանցներով աշխատանքները կատարված է։ Աշխատանքները կավարտվեն 1 տարուց, Արզնիում տարիներ շարունակ թույլ ճնշմամբ ջրամատակարարումը կդառնա պատմություն։ Բնակիչներն անհամբերությամբ են սպասում այդ արդյունքներին, իսկ բարելաված համակարգի պտուղները հավասարապես վայելելու են սպառողները, Վիոլիա ջուրն ու պետությունը։ Արմինե Գևորգյան, Էդվարդ Ասատրյան, Ռադիոլուր։